2014 թվականի նույն այս օրը օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցումը հետ մղելիս զոհվեց հետախույզ Զորիկ Գևորգյանը։ Մարտը ընթացել էր 15 րոպե։ Զորիկը կարողացել էր խոցել թշնամիներին օգտագործելով նռնակ, ինչպես նաև կրակ էր բացել իր զենքից կրակելով 29 փամփուշտ։ Երբ թշնամին դիպուկարով գլխի շրջանում խոցել էր Զորիկին, հարևան խրամաբջջից օգնության էր հասել ծառայեկից ընկերը Սարգիսը, ով փորձել էր իր հրամանատարին օգնել, բայց ստացել էր երկրորդ վիրավորումը։ Այդ օրից անցել է 2 տարի Զորիկ Գևորգյանի մահվան տարելիցի առթիվ ամենափշկիչ զորավար մատուռի մոտ այսօր հավաքվել էին Զորիկի զինակից ընկերները, հարազատները, Տավուշի թեմի առաջնորդը եւ այլոք։ Տեր-Բագրատ arczepiskopos Գալստյանը մատուռի տարածքը նմանեցրեց փոքրիկ դրախտավայրի, որտեղ կարողանում ես հանգստանալ, աղոթել եւ հպարտանալ ազգի համար զոհված հերոսներով։ Հուշակոթողի մոտ ծաղիկներ դնելուց հետո կատարվեց հոգեհանգստի կարգ։ Ներկաները աղոթք բարձրացրեցին բոլոր հայազգի զինվորների եւ հայրենիքի խաղաղության համար։ Շրջապատել եք մեր Զորիկի ընտանիքին իր հիշատակի մեջ միշտ այդ մեծ սերը պահելով։ Եվ հիմա էլ այս վարքյանին խնդրում եմ եւ հրավիրում եմ, որ մենք բոլորով մեր մտքերը պահենք Զորիկի կյանքին, հավիտենականության, մեր աղոթքը լինի իր հավիտենական կյանքի ճամփորդության համար եւ նաեւ եւս մի անգամ մխիթարության առիթ լինի իր ընտանիքի համար։ Քիչ առաջ էր բոտ դրեցինք այս եղբայրական տունը, մեր Արթուրը բացատրում է, որ մեր հերոս տղաներն են այստեղ նա ամփոփված, նրանք ովքեր իրենց կյանքը կնքել են մեր կյանքի համար, իրենց արյունով են գցել մեր ապրելու սահմանները եւ Զորիկն էլ գնացել է խառնվելու այդ մեծ փաղանգին եւ մայր հողը իր գրկի մեջ է ընդունել իր զավակին եւ բոլոր նրանց, ովքեր ոչ մի բանի առջև կանգ չեն առել, իրենց ամենաթանկագինը տվել են, որպեսզի մենք կարողանանք գոնե ինչ-որ չափով այս կյանքի մեջ իրենց հիշատակի առջև, իրենց պատկերի առջև, իրենց հերոսության ու սխրանքի ու վկայության առջև մարդ մնալ մի քիչ։ Ուրիշ ոչ մի բան չանել։ Ես ամեն անգամ, երբ մեր տղաներին տեսնում եմ եւ այս պարագային մեր սիրելի Զորիկին, անկախ նրանից, թե կճանաչեն կամ չեն ճանաչի, անկեղծորեն ասած ամաչում եմ, ամոթի զգացումով եմ նայում։ Ամոթի զգացումը մեր ապրածի համար։ Որովհետև ոչ Զորիկը, ոչ էլ մեր մյուս բոլոր նահատակ տղաները չեն ուզեցել, որպեսզի մեր ապրածը ամոթի կյանք լինի։ Այլ իրենք ուզեցել են, որ մեր կյանքը արժանապատվության եւ պատիվի կյանք լինի։ Եվ հենց այդ արժանապատվությունն ու պատիվն է, որ իրենց առաջնագծում է պահել։ Եվ այդ պատիվն ու արժանապատվությունն է, որ այսօր բոլորիս հավաքել է իր շիրմի առջև, որ ես չեմ համարում որպես գերեզման, որովհետև առաքյալի խոսքերն ունենք, որ ուր է մահ ու հաղթանակ, ուր է գերեզման ու խայթոցը։ Մահը հաղթանակ չունի, ոչ Զորիկի վրա, ոչ մեր մյուս տղաների վրա, ոչ էլ մեր կյանքի վրա, եթե մենք արդեն իսկ այս շիրմաթումբերին հասած մեռած չենք։ Եվ սա ուխտատեղի է, ինչպես քիչ առաջ գտնում ենք իր մատուռի առջև, այդ փոքրիկ գեդեմի առջև ես դուրս գալուց դա եմ մտածում, այս փոքրիկ գեդեմատուն է դարձել, եդեմ է դարձել, դրախտավայր է դարձել Զորիկի հիշատակի մատուռը։ Եվ այնպես էլ այստեղ իր շիրմաթումբի առջև, իր վկայության առջև, այս փարոսի առջև ուխտատեղի է դարձել ճանաչողի եւ անծանոթի համար, բոլորի համար։ Եվ մեր խոնարհումն ենք բերում, մեր աղոթքը կրկին անգամ։
խոնարհում ձեր առջև նաև, սիրելի Գևորգյան ընտանիք։ Ձեր առջև, ձեր համբերության առջև, ձեր հերոսության առջև, ինչ էլ որ լինի, կյանքը որքան էլ մենք փորձենք տարբեր կերպերով նկարագրել, այդուհանդերձ զավակին հանձնելը հողին, հանձնելը մարդկությանը դժվար բան է, ծանր բան է։ Բայց նորից եմ ասում, ամեն մեկին չի վիճակում այդ մեծ ընծայումն ու զոհաբերությունը։ Մեր Տիրոջ օրինակը մեր առջևն է, այնպես ինչպես իր մայրն էր խաչի առջև կանգնած արտասվում, բայց քաջալերվում եւ զորանում, որովհետեւ իր զավակին ընծայել էր մարդկության փրկության համար, այսօր էլ այդ նույն համանմանության պատկերի մեջ դուք եք կանգնած, մենք ենք կանգնած Զորիկի առջև եւ դուք եք նույն արցունքներով ձեր զավակին ընծայել մեր բոլորի կյանքի եւ փրկության համար։ Ավելի մեծ զգացում չի կարող լինել որևէ տեղ, ավելի մեծ ապրում ու տառապանքի միջոցով եկող զոհաբերություն, սիրո մեծ խորհուրդ չի կարող լինել ավելի։ Ներկաների հաջորդ կանգառը Վանաձորի Պանթեոնում էր, որտեղ ննջում է Զորիկ Գևորգյանի մարմինը։ Տավուշի թեմի առաջնորդը ուժուկորով մաղթեց Գևորգյանների ընտանիքին, հանձինս հերոսի մոր։ Արդեն օրենք է դարձել, որ յուրաքանչյուր ապրող հայ կարողանա լիարժեք գնահատել իր կյանքի ամեն մի վայրկյանը, որ շնորհված է Աստծուց եւ այն զինվորից, ով մարտի դաշտում եւ սահմանի վրա խնամում ու պահպանում է մեզ, տալով մեզ այդ խաղաղությունը։ Բազմիցս ենք ասել եւ բազմիցս ենք խոստովանել եւ հենց այդ բազմիցս խոստովանության եւ ասածի ուխտն ենք այսօր եւս մեկ անգամ թարմացնում, երբ այցելում ենք Պանթեոն մեր զինվորների շիրիմների մոտ եւ կրկին վերաթարմանում է այս ամենը։ Իսկ առավելաբար այսօր, երբ կրկին առիթ ենք ունենում հիշելու Զորիկի հերոսությունը, հերոսացումը, որի փաստորեն արդյունքում ցավոք նա զոհվեց, նահատակվեց եւ խառնվեց մեր նահատակներին, դրանով կերակրելով մեր ամեն մի օրը, որովհետեւ նա նահատակվելով չվերջացավ, ինչպես որ քրիստոնյանն իր նահատակությամբ չի վերջանում, չի սահման դնում իր կյանքին, այլ նա մայր դեպի կյանք է փոխադրվում, ինչպես ավետարանն ասում, որովհետեւ մեր Տերը ով քաջություն է տվել իրեն հավատացողներին եւ հատկապես իր զինվորին, որի մեջ տեսնում ենք մենք մեր Տիրոջը, որովհետեւ նա զորագլուխն է մեր բոլորի եւ պահապանը մեր ամենի, Զորիկն այդ ճանապարհով քայլել եւ Զորիկի նման մյուս հերոսները, ովքեր նահատակվեցին, իսկ ովքեր էլ ոչ։ Սակայն եւ մենք այսօր տեսնում ենք մի մեծ սխրանք, որով ապրում ենք։ Զորիկին ճանաչող ու նրա հետ ծառայություն տեսած ընկերները դժվարությամբ, բայց կարողացան մի քանի բառով նկարագրել իրենց հերոս ընկերոջը։ Այդպես բառերով նկարագրեմ յուրահատուկ անձնավորություն էր, որպես ընկեր, որպես հրամանատար, որպես զինակից ընկեր։ Զորիկն էլ այն երիտասարդ սպաների տիպն է, տիպաժն է, որ օրինակել եղավ իր ողջ ծառայության ընթացքում եւ իր հերոսական մահով էլ նահատակությամբ էլ նույնպես կրկին օրինակ ծառայեց բոլորին, որ հանուն երկրի, հանուն հայրենիքի պաշտպանության նույնիսկ երիտասարդը իր ջահել ջիվան կյանքը, եթե պետք է, պատրաստ է չխնայել եւ զոհաբերել։ Ընկերներից ավելի եղբոր Զորիկի սխրանքով հպարտանում է քույրը Անին։ Մենք ապրում ենք կյանք, որովհետև ինքը մեզ ուժ է տալիս երկնքից։ Զորոն միշտ մեր հետ է ու մենակ այդ գիտակցումը, որ ինքը միշտ մեզ հետ է, մեզ օգնում է այստեղ ապրել ու պատվով ապրել։ Ես պարզապես շատ կուզեի, որ բոլորը գիտակցեն, որ եւս մեկ անգամ իրենց շնորհվել է նոր ծնունդ կյանք, ու այդ կյանքը պատվով ապրեն։ Միայն դա եմ ուզում եմ գնահատեն։ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից կապիտան Զորիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է մարտական խաչի 2-րդ աստիճանի իշխանանշանով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից Արիուսյան համար մեդալով։ Դիվան Գուգարաց թեմի